Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որպես էլ իրականից Աստծո սերն ա բերե ստեղ, Աստծո սիրով լնում ենք, առավոտյան կանուխ գալիս ենք ու վազում ենք դեպի Տիրոջ խորան, որպիսի մեր ծարաված հոգիները բավարարվի։ Այո, պետք է ծարավ լինի մարդը, որ գա, ասենք մարդիկ, որ եկեղեցի չեն գալիս, արդեն մեռած են իրանք։ Իրանք մեռած են, դրա համար ծարավ չեն զգում ջրի։ Եթե ջուրը լավն է 90%-ին բավարարում է, 10%-ին կամ 2%-ին չի բավարարում, արդեն նրանք մեռած հոգիներ են, պետք է դրանց հարցերը լուծվի կամ վերակենդանացվի կամ այդ մեռած դիակներին եկեղեցից դուրս անեն, որ չափականի մնացածին, ամեն։ Քիչմը խմորը խմորելու է կողքի մարդկանց, նեխած կարտոշկեն, եթե դնում ենք առողջի կողքին, կարճ ժամանակից հետո վերցնում ենք, տեսնում ենք այդ նեղման պրոցեսը փոխանցվել է առողջին։ Նույնը եթե թողենք մի ամիս այդ կիսաառողջը մնա արկղում, փոխանցում է այն կողքի առողջին, ամեն։ Սա խորհուրդն է, այդպես էլ բորոտված, մեռած, եսասեր, հպարտ, գոռոզ եղբայրը կամ քույրը կապ չունի ով է։ Այդ տեսակ հոգիները, եթե իրականից իրանց մեջ սերը պակաս է, պիտի դուրս գան եկեղեցուց, բորոդված են, եթե ոչ նրանք վարակելու են մնացածին։ Հեսօր գնացած թևաղը մեկը գնալու է, եթե իր մեջ սերը չի թակավորում, եթե ինքը սեր չունի առ Աստված, իմ նման տականքին չի կարա սիրի, որ անընդհատ հանդիմանում եմ, ամեն։ Եթե ինքը սերը առ Աստված չունի, տկար եղբորը չի կարա տանի, տկարի տկարություն չի վերստի, ապա տկարին ավելի կտկարաստի ու կգայթակղեցնի, ամեն։ Պարզվա, որ այդ ապականացու նեխած կարտոշկեն վնասեց են կիսա առողջին, որ պիտի առողջանար, կամ են լրիվ առողջին, և գայթակղություն եղավ։ Դրա համար ու մեծ սերը, որ պակաս է, նա, եթե չի փոխվում, եթե չի ապաշխարում, օր առաջ պետք է եկեղեցուց հեռացվի, ամեն։ Թող մնանք 100 հոգի, թող մնանք 50 հոգի, բայց որակով լինենք, ամեն։ Ուրեմն այսօրվա քարոզն է, Աստվածային սերը գիտությունից գերազանց է, որ մեր երկինք մտնելու գրավականն է, այս սերը ով չունի չի տեսնի Տիրոջը։ Հələ Կորինթացիս 13-ը կընթերցենք, ասում մարմինը տայրի, ստասվածքը ծախի աղքատներուն տու, սեր չունես, փառքի տմարես արել ես, որ փառավորվես, ու դու դրանով կերակրվում ես, դրանով ուրախանում ես, որ մեկը քեզ մեծարում փառավորում է։ Հա դու ուրախացի և քո պատճառով դու առիթ կդառնաս Տեր Հիսուսը փառավորվելուն։ Քո գործերը կտեսնեն, կասեն փառավորվի Քրիստոսը, իրոք փառք քո Հիսուսին, էսի ձևա քեզի փոխե, այ դրանով ուրախացի։ Բայց որ դրած քեզ ռեգլամեն անում, բայց ես շիշտաղա է, իրոք, մերդ քեզանից ինգատ բերեր։ Ու դու դրանով ուրախանում ես, Պետրոս առաքյալը անգամ նայվածքի փառքը չվեկալեց իր վրա։ Հսավի ինչ եք ձեր աչքերը տնկած ընձի նայում, կարծում եք, թե ես եմ բուժե։ Իսրայելի Աստվածն արե իր որդու Հիսուսի անունով, ամեն, որ այս կաղը ձեր առաջ բժշկված քայլում է։ Հիմա գրեք համարները, Աստվածային սերը գիտությունից գերազանց է և մեր երկինք մտնելու գրավականն առած դրա երկինք չենք մտնելու ժողովուրդ։ Եփեսացիս 3-ի 13-21 պարզ գրված է գիտությունը սուտ է, եթե չկա այդ Աստվածային սերը։ Այդ գիտությունը կհպարտացնի, իսկ սիրուց բխող գիտությունը տաճարներ կշինի և մարդկանց կապաշխարեցնի, ամեն։ Ուրեմն Եփեսացիս 3-ի 13-21 Եփեսացիս 5-ի 1-ից 2 բացատրում է, թե ինչ է Աստվածային սերը, Աստծո որդին այդ սերն ունի, մենք էլ պետք է ունենանք։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ և Հովանու ավետարան 13-ի 34-ից 35։ Ուրեմն կսկսեմ Հովանու ավետարանի համարից, որովհետև դա մեր սիրո շքանշանն է։ Եթե այդ սերը չունենանք, ոչ ոք չի իմանա, որ մենք Հիսուսի զավակներն ենք, ամեն։ Պարզ գրես, տեսեք, հաղորդությունը տալուց հետո է ասում։ Ինչու, որտեղ մինչև հաղորդություն դու չես կարող այս Աստվածային սերն ունենաս, դու եսասեր ես։ Եսդ պետք է մոխրանա, վերի զորությունը գա, քեզի կատարյալ լինի, հաստատես, օրացնե ու հիմնե, նոր դրանից հետո դու ունենաս Աստվածային այդ անսահման սերը, ներող, սիրող, համբերող և բարեխոսող։ Եվ հենց այս ավետարանում ասում իր ասում է Իսրայելացի Նաթանայելի համար,
որ նրա մեջ էլ նենգություն, չարություն չկա, այս հատ է ճլոթես, են հատ է կների քեզ, ամեն, շատ անգամ էդ մեր ներողամտությունը լկստեցնում է, հերես է տալիս տկարին, դու սրտովների, բայց լուրջ էլ, ամեն, լուրջ էլ, որ հերես չարնի, հիմարը իր հիմարության մեջ իրեն, իմաստուն չկորցի, իշքան շուտ ես ներում, հաշտվում ինք ենքան շուտ է մեղքեր գործում, դու սրտանցների վարկյանական, բայց ցույց տու, որ թանկ ես վճարելու, ամեն, հետի կողակից, հետի զավակա, հետի աղջիկա, հետի տղայա, հատկապես մանուկները խնդում են, ես երեխա գիտեմ իրականից մեր մոտիկներից մեկի, այն մեկը շուստրի է, այն մեկը խելոք, համեստ է, ուրեմն նայում է հոր նայվածքին, ինչ ձևի է բարկանում ու ջոկում է ինքը կեղծա բարկանում, թե հեսա կուրախ, ու սկսում է նորից իրան անել, հասկնում եք, շուստրի օֆերից երեխայա հոր ջղայնանալու դոզայից ինքը զգում է կեղծա թե հեսա մեկից սիրտը կշահա կուրախանա դրա համար պետք է լուրջ լինի ծնողը որ երեխեն չարեթավորվի մինչև վերջ էլ ծնողը իր լուրջ դիրքը պետք է պահի որ երեխեքը լունազանդ լինեն ամեն այն ծնողը որ թեթև սոլիկ է դառնում նրան ոտի տակ են տալիս իրականից այդ ներելը դու քո մեջ քո ասու հետ այդ հարցը լուծի չար բան մի ցանկացի բայց իրանը ցույց տու որ չես էլ ները ամեն քանի չի գա չկոտրվի չփշրվի եւ իրա բորոտ վարքագծից չապաշխարի ամեն կարող է իմ ես քարոզը դու սխալ հասկանաք ես մեմ վարքյանական ներա խաղաղվի ու չար բան մի ցանկացի իրեն բայց լրջությունը ցույց տու իրեն եթե ոչ ավելի լկսված բաներ աներ ու կողակից կլինի զավակ թե դուստր որ ինքը թանկ վճարի մի ժամանակ ընձի լավ չի խաղաղում ասավ շատ քիչ է քեզ ինչքան շուտ եմ խաղաղությունը շնորհում այնքան շուտ է զոհում խաղաղությունս հիմա նույնը ինչքան շուտ է երեխեն հարաբերություն ձեռ բերում այնքան արժեքը գցում է ինչքան թանկ է ձեռ բերում այնքան արժեքն հասկանում ամեն ու պետք է կորցնի այդ հարաբերությունը ու իստել կտրի որ մեկը չի դզվելու որ հետագայում գա աղաչի եւ այդ սիրո հարաբերությունը կարգավորի էլ թանկ մարգարիդի նման չուզա կորցնի ամեն հիմա տեսեք Հովանու ավետարան 13:34-35 նոր պատվիրան 34-35-ն եմ կարդում նոր պատվիրան կուտամ ձեզի որ մեկս մեկ սիրեք, այն սիրով, ինչպես ես ձեզ սիրեցի, հլը պատկերացրեք Հիսուսի ինչ սիրով մեզի սիր է, մենք այդ սիրով սիրում ենք դիմացինին, կողակցին, որդին օրը, հայրը որդուն, անգամ իրա կյանքը դրեց, ամեն, այո կարող անենք ու ոչ ոք չգնահատի, Հիսուսի արածը գնահատեցին, Չէ, կարևորը Աստված գնահատի մեր արածը, ամեն։ Ու կգա ժամանակը կգնա կխոսի այդ տկար զավակի, տկար կողակցի, տկար կեսուրի, տկար կեսրարի սրտին, ամեն։ Դու չարին բարիով աղթա։ Հիմա տեսեք նոր պատվիրանը կուտամ ձեզի, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք ալ մեկս մեկ սիրեք, նույն սիրով, նույն Հիսուսի սիրով, նույն Հիսուսի արածով, խաչի վրա խաչել էին, բայց ասում էր հայր, ները կույր են, չեն հասկանում, հանգարց մեղջ սեպես, ասով ամենքը պիտի գիտենան, մի խոսքով, ասով ամենքը կտեսնեն, որ դու սիրով շքանշան ունես, ուրեմն սիրով Հիսուսի զավակն ես, ամեն, Էդի չունես, սատանայի զավակ ես, լրիվ սատանա ես, լսերը կորցրած, կատաղած ժամանակ քեզի նոյի, դու որ քեզի հարստան քոք օրարքի համար, կասես ես Հիսուսի զավակ եմ, բեն սատանեն գալում է, որ քեզ սատանի դեսպանի նման դարսնի, ամեն, ու գնա ասի, աղթել եմ կարենին, հաղթել եմ արմանին, ամեն, կարևորը խաղությունը տարա, հլը դե տոշտի իմ զավակի նման հլը, իմ զավակից էր ավելա կոտաղ է, չէ, հա բայց ընենց ստոր բան է, որ իրոք կոտաղելու բան է, աշխարիկով նոյես, կրոնով նոյես, բայց խորը հոգևորով չի կարելի, իրոք կոտաղելու բան է, իրոք լկստված բան է, բայց այն իշտա, որ տերը կոչը թողա կլնի, հլը էդի գնա, դու իրա դեմը ցույց մի դու քետ կնի, ինչի ես ելավ,
Միգուցե իմ ռազմավարության մեջ սխալ կա, գիրտնեմ թողե, ողոտնեմ թողե, որ Տերը թույլ տվես ելավ, ամեն։ Ու այդ հանցավորը չի պատժվում։ 100% մեղքը մերն, հա։ Հիմա տեսեք ասով ամենքը պիտի գիտենան, թե իմ աշակերտներն է եթե իրարու վրա սեր ունենակ։ Սեր այդ աստվածային սերն է, որ գիտությունից գերազանց է, ինչը որ կընթերցեմ Եփեսացիների ուղերձում։ 3-րդ գլուխ 13-21-ը շատ պարզ բացատրում է սիրո լայնություն, սիրո երկարություն, սիրո խորություն, սիրո բարձրություն, աստվածային սուրբ սերը նույնը Պետրոս առաքյալն է գրում աստվածային սիրո, եղբայրասիրության եւ աստվածային սուրբ սիրո մասին, ամեն։ Որտեղ գալիս ենք վերջի աստիճանը աստվածային սուրբ սերն է։ Ատոր համար Հովանես առաքյալին, որ միշտ հարց էին տալիս, ինչու ես ուրիշ բան չունես խոսալու, ասում են այս սիրո աստիճանները որ ունենաք, սերը ձեր մոտ լրիվ թագավորի ձեզի ոչ մի բանի, կարիք այդ պետք չի, որտեղ իրականից որ ուշադիր լինես, այդ սերը ամենավերջում է ձևավորում տկարի, հալածողի, քեզի թքողի եւ անարգողի հանդեպ, էսի կարևոր բան է։ Այդ դրա համար էլ առաջի Մատթեոս 5-րդ գլխում ասում է սիրեցեք ձեր թշնամիներին, բարի կարեք ձեզ հալածողների համար աղոթեցեք, որ ձեր երթային օր որդիները լակ։ Ու դրանից հետո նոր խոսում է, որ ձեր երթային օրպես կատարյալ եղեք։ Ամեն։ Հիմա նայեք Եփեսացիների թուղթը եւ 3-րդի 13-21-ը եւ 5-ից 2-ը բացատրում է ինչ է այդ սերը։ Շատ խորը սեր է։ Թշնամիներին սիրող, տկարին սիրող, ներող ու նրանց արածը ճիշող եւ բարեխոսող։ Պետք է հասկանանք, որ այո ցույց պետք է տանք, որ նեղացել ենք ձեզնից, որտեղ անշնորհք է ձեր օրացը։ Բայց մեր ներսը պետք է լանգ ողբանք իրենց այդ հիվանդ բորոտված վարքագծի համար, հենց այդ վարքյանից։ Հələ որ մեկի հանդեպ դու սկսում ես աղոթ կանել, ասեմ ձեզի, տենում ես տկարա, չարը իր միջոցով ես բաներ անում, որ դու իաստափվես աղոթ չանես, դոսես ջանդեմ իրանը, դու գիլե տոնենը տուն, դևերը։ Եթե ես փորձել եմ վիրը մար խղճում ես, սկսում ես աղոթ կանել, դևը գալիս է, որ իաստափեցնի, որտեղ դու իրանը չես, այ վիրը մար որ աղոթ ես անում, ատիկայա իրա գար, ասում է հերիք է լավ, դու ինձի չես պատկանում, սրան ուր ես տանում։ Դու պետք է չիաստափվեք եւ ամենամեծ բարեխոսական զենքին խոչընդոտողը իաստափությունն է։ Դու պիտի ասես նզոված ինչ էլ ուզում ես արա, ես միևնույն աղոթելու եմ մինչև տեսնեմ նրա դարձի գալը։ Ինչպես Թոմ Փափանյայի ժամանակ, երբ մայրը աղոթում է իր դարձի գալու մար, ասում է դու իմ մար աղոթ մի արա, իմ հույսը զենքս է։ Լավ, ես քո աղոթքի կարիքը չունեմ, բայց նրա մայրն ասում է քո այս խոսքերը չեն կարա լրացնեն մոր աղոթներին, ամեն։ Պետք է այնքան աղոթեմ, մինչև դու ծեծդ ուտես ու դարձի գաս։ Հիմա տեսեք, 13-ից ընթերցում եմ Քրիստոսի սերը։ Ուստի կհաճեմ, որ չձանձրանաք իմ նեղություններիս պատճառով, որոնք ձեզի համար են, որոնք ձեր փառքն են։ Ասոր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի նոր առջև, ուրկե ամենազգատոմ, թե երկնքի, ուրկե ամենազգատոմ, երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնեն։ Կաչեմ, որ տա ձեզի իր փառքի ճոխության չափովը, որ օքի զորությունով գա ու հաստատվի ներսի մարդու մեջ։ Ներսի մարդը պետք է ծնված մեծացած չափած լինի, չէ՞ որ այդ սերը գա հանգչի։ Որ ներսի մարդը ծնվե մեռերա։ Սուրբ հոգին ուր գա հանգչի սիրո զորությամբ։ Ուրեմն ինը լրի պետք է քանդված մոխրացած լինի, սիրո տաճարը ձևավորված լինի, որ սիրո տաճարում ղեկավար Սուրբ Հոգին գա ու սիրո Սուրբ Հոգով լեսնի։ Տաճար չկա, ուր գա։ Գա դուրսը մնա, էնի դրսում կա, ամենուր է կա, քո մեջ պիտի գա, ուր եսը չկա, Քրիստոսն ընդենա գնում թագավորելու։ Եվ ում եսը լման ողջակեզա, ընդենա թագավորում, եւ ընդեից գործում եւ այդ անոթի միջոցով փառավորվում, ամեն։ Ուստի Քրիստոսը հոգի զորությունով հաստատվի ներսի մարդու մեջ, որպեսի Քրիստոսը հավատքով ձեր սրտերի մեջ բնակվի եւ դուք սիրով արմատանաք, սերը պետք է արմատացնի,
Սիրով արմատանակ ու հաստատվիկ, որպիսի կրնակ հասկանալ բոլոր սուրբերու հետ մեկտեղ։ Սուրբերը կհասկանան այդ սերը, չի ասում բոլոր սրբվածների, նորեգների հետ մեկտեղ։ Բոլոր հասունները կհասկանան այդ ինձ սերա։ Իսկ բոլոր նորեգները դա հիմարություն կհամարեն։ Կսե ինչ ես հիմար համոզում, որ ես լրիվ էշնամ։ Ասում էշի տեղեք դրեմ եզի։ Ես կան չէ նորեգները խոսում են։ Դու չես էշնում, երևի Երանի Հիսուսի խոնար էշլիներ։ Դու մեռնում ես, որ Քրիստոսը գա ապրի, գա թագավորի, գա սիրո հեղեղներով լցնի, սիրիների ու բարեխոսի, եւ քո վարձքերը շատ լինեն երկնքում։ Ամեն։ Կամ հակառակը պետք է գնաս, հալածես, թքես, հայոյես, անիծես, որ դժոխքում ցավերը չշատանան։ Որ մեկն ես նախընտրում։ Որպիսի կրնանք հասկանալ բոլոր սուրբերու հետ մեկտեղ, թե ինչն է լայնությունը ու երկարությունը, խորությունն ու բարձրությունը, մենք խոսել ենք այս սիրո մասին, ընդհատվող սերերը մարդկային են, լայնությունը, կարճ է, հեթանոստել ունի, չեմ ուզում շատ խորանամ սրա վրա, երկարություն էլի հեթանոստել ունի, կրոնավորնել ունի, արդեն խորություն էսի գալիս է հավատքի մարդկանց, եկեղեցու մեջ, որ կավային կան իրական լինի, բայց մի օր մարի, որտեղ խորությունը վերջ ունի, բայց աստվածային սերը, թշնամիների հանդեպ սերը, բարձրությունն է սիրո, որ նա վերջ չունի, անծայրացիրա, անչափելիա, հավետ ներումա, հավետ սիրումա, ու սերը հավետ չի մարի այդ հիվանդի, հիվանդ պետք է ընդունես հիվանդ է այդ երեխեն, հիվանդ է այդ հերդ, հիվանդ է մերդ, կիսուրդ, կեսրարդ, ամեն տալդ, տեքարքինդ, հիվանդ է, և հիվանդին կարելի է սիրել, հիվանդի համար բարեխոսել և հիվանդին փրկել դևի ճիրաններից, այքանի այսպես չենք մտածում կույր ենք, և այդ հիվանդին կարելի է մեր տիրոջ հրամանով զրկել շատ բաներից, ամեն մանուկա, կինա, զավակա, հերա, թեմերա, քանի կալանավորը ոնց է, որ հանցանքագործում բռնում փակում են, գիտեք իրանցը ինչ մի բան չի մնում, գործ, փող, կին, զավակ, թոր, ծոր, ընկերություն, անգամ չեն թողում այցելություն, մենակ ամենամոտ հարազատներին են էլ ժամանակ առ ժամանակ, ինչի համար, որ կալանավոր այդ հանցավորը զրկվում է իր սիրած բաներից, ընդե զղջում է, շատ կալանավորներ ուխտ են անում, ասում են Տեր Աստված դու մեզ իստեի շուտ հան, գոնե համարներում լինի մի տարի հետո դուրս գանք, հերիքա չենք դիմանում, էլ մենք մեր ունեցածը անարժեք չենք համարի, մեր ունեցածի գինը կհասկնանք ամեն, քանի չես կորցրե, քանի չես զրկվե, գինը չես հասկնում, այդ դրա համար մենք պիտի խաղաղ մնանք, զրկենք ամեն ինչից, շատ անգամ ասում ենք մենք էլ խայտարակ կլնենք, հեչ էլ թե չենք կլնի, մեզ էլ պարարտացում է հետի, մենակ Տիրոջ անունը չհայոյվի, ինչ ելնում է թողնի, ամեն, բայց չէ որ այդ ճանապարհով կարող է ետ գա այդ զավակը, եսիգները մանուկ ասակից տնգում է խդները խոսվալ չի լինում, այն մանուկ ասակից պիտի վառենք իրանց եսը, ինչ մտածում են թո մտածեն, ամեն, լկստվածա պտի զրկվի ամեն ինչից, եղավ, որ դաս լինի, քանի չի զրկվե, հա խանգարելու է, հա վնասելու է, ամեն, հիմա տեսեք սա է հենց այդ սիրո բանը, որ մենք սիրում ենք, բայց նաև զրկում ենք բարիքներից, Աստված մեզի սիրում է, դրա համար ասում կփակեմ ամեն օրհնություններդ, հացի կարոտ կդառնաս, որ հասկանաս ինչա քո Տեր Աստծուն թողել, ամեն, հիմա տեսեք, որպիսի կրնակ հասկանալ բոլոր սուրբերու հետ, թե ինչն է լայնությունը, երկարությունը, խորությունն ու բարձրությունը, ես շատ եմ բացատրել, բայց մեզի պետք է բարձրության սիրո վրա կենտրոնանանք, ամենինի հեթանոսական սերա, կրոնավորնել ունի, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունից գերազանց է, կա դու Աստծո խոսքը լման իմանաս, բայց սեր չունենաս ոչինչ ես, դու ամեն ինչ անես, բայց սեր չունես, դժոխք ես եթում, փառքիթը ման ես անում, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունից գերազանց է, որպեսի լեցվիկ Աստծոյ լրությունով,
այդ սերը, որ ունենա կհագնեք Քրիստոսը եւ ձեր ջուրը ջրի աղբյուր դարձած կբխի, ամեն։ Ան որ կարող է ավելի առատացնել ամեն բան, քան որ մենք կխնդրենք կամ կխորինք այն զորությունով, որ մեր մեջ կներգործի, իրեն փառք եկեղեցի մեջ Քրիստոս Հիսուսով բոլոր դարերուն մեջ հավիտյանս հավիտենից, ամեն։ Հասկանում եք այդ Քրիստոսի սիրո բարձրությունից խոսենք, են մնացած սերերը ընդհատվող են, եթե ընդհատվում ասկսում ես ատել այդ մարդուն, էլ լավը չես կամենում, չես բարեխոսում, լավ այդ փոթրության ժամանակ չարացար, հետո չես ընդունում, որ հիվանդա եսի, այս հիվանդի հետ կարելի է հիվանդի պես վարվել, ոնց հիվանդին զրկում են շատ սիրած ուտելիքներից, ամեն, դիետա են նշանակում, նեղանա թե չնեղանա, կյանքի հարցա, նույն դիետան մի նայիրա քիթ մռութի ծռմռելուն, մի նայիրա ոտերը գետին տփելուն, դիետա բժիշկին չի հետաքրքրում, ասում է ուզում ես ապրես, ուրեմն պետք է ընդունես այս դիետան եւ դեղորայքը, եթե ոչ ով եթե մանուկը տեսավ իր հիստերիայով հասնում է իր ուզածին, ավելի մեծ հիստերիա է մշակելու։ Եղավ, ճղվում է, պատռում է, ինչ անում է, վերջ, պետք է զրկվի, այդքան բան։ Դու կարաս Աստծու դեմը հիստերիա ցույց տալով օրհնություն բերես։ Հակ է տպա պատերը։ Գնա գլուխը դու պատերին։ Չի տալու, փակելա։ Ես անեմ, որ փակի էլ ոչ ոք չի կարա բանա, ես անեմ, որ բացի ոչ ոք չի կարա փակի։ Եթե Աստծուն մոտ քո հիստերիան չի ասնի, ուրեմն քո որդու, քո կնոջ, քո այրի հիստերիան էլ քո մոտ պետք է չասնի։ Դու լուրջ գնա քո ճանապարհը։ Ինչով կարում ես զրկի, միայն դա է խելքի բերում։ Էդի չարեցին, այդ երեխեն կործանվավ, այդ կինը կործանվավ, այդ այրը կործանվավ, այդ ընկերդ կործանվավ։ Կապել այդ խզի այդ խուժան ընկերիցդ, ոչ էլ շփվի, որ ինքը ընկերության սիրո խաթեր գնա զղջա ապաշխարի, նոր գա քո հետ շփվի, ամեն, այսինքն նի պտղաբեր արարք, սա կգովի Աստծո մոտ, մնացած բոլոր դրվագները գովում են սատանայի մոտ, որ դու խաթրու զոհաբերում ես, խաթրու գնում ես, Էնի սկուբա ճայիչը դու էլ հետևից ես իշնում ճայիչը։ Ուրեմն հաջորդը Կորինթացիս 13-ը բոլորս անգիր գիտենք էդի համայնա բարերը կշարադրենք բայց ով է պահողը գործնականում ով է ապրողը հիմի քննա սիրելի հոգի սա սիրո իրականից անալիզն է մեր սիրո թուղթն է մեր մեջ եղած աստվածային սիրո իսպիտանին աստուգումն է ամեն շաբաթ լորա էդի դու կարամ ասեմ ամեն օր կրկնա հեսօր սիրով ես ապրել թե հրեշի վարքագիծով կոշտը կոպիտ այրը կնոջ հետ կինը այրի հետ որդին հոր հետ հայրը որդու հետ խոսալը մռութները կող տրտում ինչ որ Դևի բնակարան լինի, ինչ որը որ լինի, դևի բնակարանը որ ժպիտ չունի։ Եթե մարդը ուրախ լինի, տիրոջ Սուրբ Հոգու բնակարան կլինի, մի մտածեք տխուր, տրտում, լացող, նյարդային մարդը դիվահար է։ Դու դրանից լաբան մի սպասեք, ձգտեք իրանը հանել այդ վիճակից, խոսեք, մխիթարեք, եթե ոչ ուրիշ պատժամիջոցներ հանձնարեք, չէ՞։ Այսօր ոնց Ռուսաստանի վրա սկզբից դրեցին թեթև պատժամիջոցները, չէ՞, որ խելքի չի գալիս, չի ենթարկում, ավելի են ագրեսոր վիճակից չի ապաշխարում, չի դադարեցնում պատերազմը, ավելի մեծ ծանր լուծեր են դնում վզին։ Էդ է միակ խելքի բերելու միջոց։ Իսկ եթե դրանից էլ խելքի չի գալիս, ասում ես գնա Երանի քեզ ծնած չլինեի ամեն, անգամ կարա ամուսնությունը բաժանվի դրանից։ Էդի կապ չունի, մինչև ապաշխարեն նորից գան միանան, եթե ոչ արդեն պետք է տես մնա։ Կորինթացիս 13-րդ գլուխ, ոչ թե անգիր բերեք կարդամ գլամեքը մտածեք դու մեջ կաք թե չկա։ Եթե մարդոց ուրիշ տաղների լեզուներ խոսիմ եւ սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղա կամ ընչող ծնծղաներու պես։ Եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներ եւ ամեն գիտություն Եվ եթե ունենամ հավատքը մինչև լեռները տեղափոխելու եւ սեր չունենամ ոչինչ է, մեսի մեկնելու բան չկա։ Հələ մենք կողաստուր էլ չենք ասել։ Բայց փարտիրոջ ինչքան պետքա ունենք։ Բայց սրանից հետո մնացածն ունենք։
Եվ եթե իմ բոլոր ստասվածքս աղքատներին կերցնեմ, մարդիկ ժլատության մեջ ասում են Տեր ինչի չգործում, հələ դու քո ստասվածքից բաժին չես ուզում հանես։ Ուզում ես Տեր իր գանձերը տա քեզի։ Ես ամեն ինչը պետք է տաս, նորը սպասես երկինքի գանձերին։ Եվ եթե իմ բոլոր ստասվածքս աղքատներուն կերցնեմ, եւ իմ մարմինս այրելու տամ ու սեր չունենամ, օգուտ չեմ ունենար։ Սերը երկայնամիտ է, համբերում է, շատ, անսահման մինչև Տերը հայտնում է ինչ անես։ Սերը քաղցր է, այո, միշտ ուրախ է, միշտ ցնծում է, որտեղ Տիրոջ ուրախությունը դևերին աղթելու զորություն է տալիս։ Հա, տան մթնոլորտը, որ մխտրում է, տխրություն է պատում, հոգու սիրահարներին ձեռ չի տալիս, պետք է այն ձևի գնաս այդ տկարի հետ աշխատես, որ վնաս չկրես, ամեն, շատ անգամ գնում ես, դու ես տխրում, ամեն, դու ես հիստերիկանում, դու ես գարցեխը, ուրեմն դու մի գնա հեռվացի, ուրիշ մարդ ուղարկա կամ հեռվացի, ասուն ուղարկա, թու այդ դիվարի դռները բացի, ամեն, մենակ Աստված կարա իրան փոխի։ Բայց դու ծրագրեր մշակա, ոնց իրանը տնես սահմանափակումների տակ, որ ինքը կեռի գա դեպի քո դուռը, ամեն, ու դու պայմաններդ իրեն թելադրես։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, հələ քննեք ժողովուրդ, սերը չի գոռոզանար, սերը չի պարտանար, ուրեմն մարդը իրականից պարտանում է ասուդեմ ուզանց անում նրա պատվիրանները, նոր մեծամտանում է մարդկանց առաջ ու ոչ մեկին էլ բանի տեղ չի դնում, մեկ ինչ փող ունի, մեկ ինչ վլաստ ունի, բայց չի մտածում կարա մի գիշերվա մեջ Աստված փառքի տակ դե վարի բոմժ դառնա։ Մի գիշերվա մեջ, մի հատ հիմարություն անի տարեն ու կալանավորեն ունի զրկեն, վերջ։ Ուրեմն սերը չի նախանձեր, սերը չի գոռոզանար, սերը չի պարտանար, անվայել վարմունք չի ունենար, ձայնը բարձրացնելու անվայել վարմունք չէ, անվայել բառեր կոպտել, անվայել վարմունք չէ, որ կոպտում ես, վիավորում ես, անվայելա թե վայելու չա, կուզես մեկ էդի քեոնա չէ, բայց դել մա պարակա հգնում ես դրա մեջ չէ, թեկուզ չուզելով, բայց ինչ էլա, որ բերեց քեզ իր օրենքի դեմը խախտում գրանցեց այս տկարը, բորոտը, ինչ էլա, որ նա բորոտությունը փոխանցեց քեզ, Եթե կիննա բորոտ, այրնա բորոտ, որդինա բորոտ, քո խաղություն տարավ իրա վարակ քցես մեջդ գնաց։ Այստեղ պետք է մենք մտածենք անվայել վարմունք չի ունենալսի արդեն անվայել հագուստ, անվայել մտածելակերպ, բայց ամենաշատը Տիրոջ ծառայի ձենը հրապարակը պետք է չլսվի, չի լսվում է, չես չարանում ես, անվայել չէ, կարող է հագու կապը դվայելու չա, բայց ձենդ վայելուց չէ, թո Տերը ների, սրբի եւ այս բանով մեզի ազատագրի։ Անվայել վարմունք չի ունենար, իրենը չի փնտրեր, իր անձի օգուտ է մենակ, միշտ դիմացինինը, չեմ ասում պարտական ամենին հասնի, բայց որ պարագա է գալում դիմացինի տկարի օգուտն է փնտրում, ամեն, եւ Աստված իր կարիքներն է օգում, իրենը չի փնտրեր, բարկության չի գրգռիր, չարություն չի խորիր, բարկության գրգռել, տեսնում ենք տկարա, նիարդայինը, այդում բզբզում ենք, հայմար գնա աղոտքով, կրակը մարեցր, ամեն, սերտու աղոտքարա, բան մի խոսա, ճիշտ է, չեք եթում ենքամ բզբզում, մեկ էլ վիշապ դլնում, խեղտում, դու էլ ընդուս դաժամ վիշապ ես դառնում, երկու վիշապ, մեկը 7 գլխանի, մեկը 5 գլխանի տալում են իրար, ու կողից նայոդին ասում է ողբան ծեր վրեն, աստանք էլ սրպերն են, հերումած ու աղոտ կարա, ուրեմն բարկության չի գրգռում, բայց մենք շատերս դրա մեջն ենք, չարություն չի խորում, լտես տորարքները, լտե ինչեր ես վերջը չես ես, կալում ա դևը, շարադրում ա, մենք էլ դևերի այդ նետերն ընդունում ենք կարծես թե սուրբ օգուն հետ ու լնում ենք վիշապի նման իրար խեղտելու, ամեն, հատկապես ջահելները, հատկապես հայրը որդի, մեր ու աղջիկ, հարս ու կիսուր, տալ տեքերքին, չէ, վիշապ լավ, պատրաստի վիշապներ են, եթե անապաշկար են, անիրավության վրա չի խնդում, մի խնդած է, չար բան եմ լսում, խնդում ենք, ուրեմն մեր ներսին հաճելի է էտի դևի արածը, դա էլ է մեղք,
Չանիրավության վրա չի խնդար, հապա ճշմարտությանը խնդակից կլա, կուրախանա, երբ ավետարանի խոսքա լսում, կուրախանա, երբ մեկնապ աշխարում, այմալ գևոր եղբոր այդ խոսում ինք դուրս գալում է, չէ, որ հանդիմաներա, խոսելա, թերթիկ, աստով պտի ուր խնաս, ոչ թե լսում ես շնությունորից խնդում ես, լսում ես կիսուրը հարսին ծեծե խնդում ես, պոյետի մոլա կոպըցերը աղջի լսա, ու ախորժակով էլ պատմում ես, փոխանակ այդ պատմողը, որ պատմումը դու սուք ապրեսես մեծելդ կդրա և է բանորը դու էլ սատանայի քսերոքսի ապարատի նման տարածում ես էտի, կուզես մեկը կոտան սրլնի տարածա, չէ բդուն չես տարածում ուրիշինը, սատանայի քսերոքսի ապարատ, հապա ճշմարտությանը խնդակից կլա, ամեն բանի կզիչի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբեր է, համբերել, այսի մեր գերագույն թերությունն է, ամենավերջում է դրուկ, համբերությունը կատարյալ լինի, ոչ թե կտվես, կացովտաս լծես կվանոցը, ամեն, այդ կովի տված կոթնումներ պետ, կտվավ, վայ, կթողնոսում ալատ է կովս այսօր իշքան ատվ է, մեկ էլ կատաղում կացով 12 լիտրանոց վեդրոյի կոթը, գրը գնաց խարնվավ կեղտի հետ, էդի ճիշտ էր, որ համբերիդ վերջի կոտնել տիր, վերցին նոր կացի տիր, կամ չտիր, այլ լավ չերելնի, հավատա, որ դու բան չես արդ, քո ապրած կյանքը բանի պետք չէ, եթե քո հավատքը, քո համբերությունը կատարյալ չի Հակոբոսն ասում, ամեն, ուրեմն ամեն բանի, ամեն անարգանքը նկատի ունի, չասում ամեն փախտվողին սիրում է, ամեն իրեն գովերգողին համբերում է, թշերը պոչում է, ամեն անարգողին, դոզատվողին դիմանում է, որտև քո մեջինն ավելի հզոր պիտի ըլլալույսը, քան թե նրա միջինի խավարը։ Տեսնում ես խոսացիր կռիվա, բանի տեղ միդի, լռաու հեռացի, խոսացիր կռիվա, ոչ մեկ բար, դու նայում ես իրա բորբոքում են ջրամբարի նման ջուրը, օտելության ջուրը լսվեր, ասը սպասում է կոյցի, էթում ու բզբզում ես, այդ տղա հեռու գնա սենյակից կոմ է բզբզա, սենյակից աղոտ քորա, որ այդ ջրի կուտակումը, դևերի կուտակումը, ծրվի ամեն, տենում ես աշկերը չար, մռնչում այսենց, միատ բանաման գալիս, փոխարակ դու լրես լիմատել հարստո ասեսա, կաղցերս նորմալ կնիմ, ինչը քո սրտով կոնենք, իմ սրտով այսես պտի օնես, դու խաղաղվի, մին կոնենք, խնդիր չունես դու, ամեն, այդ վիճակից հանես այդ ջրամբարի ջուրը դատարկվի, դե որ ջուրը դատարկվավ, դևերը փախանել որն է կռվող, ամեն, Էլ ինչը կոսակներ ես, այդ բանը չոնես անգար չեմ ուզում, ամեն, բայց դու էդ իրանը սուտ խոստում, այս ստության ոգուն ուգտագործիր, կողա և անիրել էդի, որ էդ տկարին պրկեիր, բայց դու էդ պարագայում իմաստության վարվար պրկիր էդ անխաղության դևերի ձեռը ընկած գարնուկին, ամեն, անգամ եթե չուզելով սուտել ես խոսացե մարդուն պրկելու համար, տերը դա մեղքել չի ամարում, ես չեմ կաջալերում սուտ խոսակ, Ինչպես Սամվելը գնաց խորագիտորեն Դավիթին թագավորոծեց, ինչպես Երեմյան խորագիտորեն խոսած մարդկաս կյանք փրկեց, նույնը Հեյուն, հիմա տեսեք սերը բնավ չի մարում, հարց տվեք լցեր ալացողի հանդեպ սերը մարել, այլ ուզում եք տենակ իրանը, ուզում եք եթակ շպվեք, խոսեք միգուցե դարձի գա, եթե էսենցա ուզում եք գնակ լավ այզ, եթե չեք ուզում տեսնեք, չեք ուզում վկայեք, ձեր բարի վարքով իրան շահեք, դու փրկություն չունեք, 100% իմացեք, ձեր փրկությունը կորած է, փրկությունը սատանան այդ մի անոթի ձեռնով տարել է, եթե դու իր առանձներն հիշում ես, իրան չես ուզում այցելես, իրան չես ուզում տենաս, դեմը տնում զզում ես, եղկեկա վնալնի կթքես կասնես, հելավ, լավ չես թքում, բայց սրտով ես թքում, Հա ինքը թափելու բանա բանի պիտանի չէ, բայց իմացի դևերն են տենց արեդ մարդուն, ամեն, թերի ես, քո փրկույն, ենի կորացա բդու, նա կորացների դասիրա պատկանում բադու, հիմի դու անարգում հալածում չարչարում ես, անարգվում հալածում չարչարվում ես, փրկվելու համար, թե անարգում ես, թքում ես, հալածում ես կորելու համար, որ մի պոզիցիայում ես դու գտնվում, Հալածվողների, փրկվողների, ապշտակվողների,
թե հալածողների, կորողների, դժող գնացողների, որ մեկին ես, մեկ ընդեն ես, մեկ ընդեն ես, մեկ նիտրալ ես, մեկ հետև ես, մեկ առաջ ես, չեն գիտում քո տեղ որ մեկն է։ Հիմի հարց դու որ խմբից ես, հալածողի թե հալածվողի, անարգվողի թե անարգողի։ Տերն էլ ասում չէ Պողոսի բերանով, ինչի դուք զրկանք չեք կրում, ապա դու եք զրկանք անում տկար եղբայրներին ու քույրերին։ Հիմա տեսեք սերը բնավ չի մարում, բայց եթե մարգարեությունները լան, տեսեք սաղ սուտ են, մարգարեությունները լան, պիտի խափամին, չեմ ուզում խորանալ, լեզուներ ունենք, պիտի դաթրին, գիտություն ունենք, պիտի խափամվի, տով էլ մի պարսեցեք։ Հնչաստանք շեշտում, վասնզի շատ են քիչը, գիտենք ու շատ են քիչը կմարգարեանանք, բացատրում է, որ ստոնք ինչ ունեք, ոչ թե սուտ հապիտանիա, բայց սիրուց, ցածր են ստոնք։ Սերն ու խաղությունը սրբությունը պետք է դեմը ցնի։ Սեր առ Աստված ցույց է տալում, սերը տար քեզ հալածող ժողովուրդ։ Ինչքան սիրում ես քեզ հալածողին գնում ես, անարգանքը մի կողմ ես դնում, օգնում ես, հասնում ես, ցույց ես տալիս Քրիստոսը, դա է սերը ժողովուրդ։ Մնացածը անձի սերա։ Ինձ օրեք օնեմ, չորավ չեմ օնի։ Ամեն։ Եսիկի սիրուս չէ որ դետի անում ես։ Եսիկիս լավ կլնեմ, եսիս անարգես կթքեմ վրեմ, կանարգեմ դուրը չեմ բացի, դու եթանոսից ինչով ես տարբերում, դու կրոնավորից են ես ասել ինչով ես տարբերվում, այո մենք պետք գնանք, ներենք, են մեր իմալա երեխի լկստված բաները, ներում, գրկում, սիրում, կեղտերը մաքրում մինչև ասուննումա, հա շատ երեխեք ասուննում են էլ բանի տեղ չեն դնում ծնողների, բայց շատ երեխեք հասկանալով սիրում հարգում են, թե մեր իս ձևը իրանցը տեր կողն է, չէ։ Դրա համար ասում, երբ տղա էի, հələ մտածա դու տղա ես, թե հասուն, հալածող ես, թե հալածվող, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի, տղայի պես իմ անձի վրա համարում ունեի, ես ասեր էի, արագախոս էի, շատախոս էի, չար մտքերի տեղ տվող էի, բայց երբ այլ դառա չար մտքերն հեռացան, արագ խոսելը, շատ խոսելը դադարեցան, ամեն, չարը մտածելը դադարեցավ եւ անձիս վրա համարում ունենալը մեռավ, անձի շահը փնտրելը մեռավ, անձս պաշտպանելը մեռավ, թուքումուրի ժամանակ ասում եմ Աստված օրհնի, շարունակա Դու ես պատասխան տալու ասում, դու ես տուժվելու, մտքիդ մեջ նետել մի ասա, գլուխդ կա խեռացի թու այդ հալածող նամաչի գաներեգություն խնդրի, ամեն, հասկանում եք, քանզի հիմա մենք որպես թե հայելի մեջ կտեսնենք, ան այդ կերպով, բայց այն ատենք երես առ երես, տեսեք, հիմա շատ են քիչը տեղյակ ենք, բայց այն ատեն այնպես պիտի ճանչնանք Հիսուսին, ինչպես, տեսեք, այն ատեն, բայց այն ատեն այնպես պիտի ճանչնանք, ինչպես ճանչծվեցա, ինքն է ինչ ճանաչում, այտենց ես պիտի ասում ճանաչեմ երկնքում, հավիտենության մեջ, ուստի հիմա Հիսուսի մոտ գնալու համար մի պայման կա, ինչ, ուստի հիմա կմնա հավատք, դեսի կա սկիզբնա հույս, էսել կա, սեր, եւ ասոսվե մեծագույնը սերնա, Եթե սերն ունես, հավատներ ունես, հույսներ ունես, առանց ընդանց էտի ցածրի ասիճաններն են, ինչ ես ունենա։ Դրա համար ուշադիր եք, Պետրոսի թուղթն ասում է հավատքի վրա ինչ, առաքինություն, հավատքը սկիզբն է, սեր էլի վերջն է։ Հավատքի վրա առաքինություն, առաքինությունից գիտություն, գիտությունից ժուշկալություն, ժուշկալությունից համբերություն, համբերությունից աստվածապաշտություն, եղբայրական սեր եւ աստվածային սուրբ սեր թշնամիների հանդեպ։ Քեզ սիրողին որ դու սիրես, ինչ օգուտ։ Հետի մենն էլ սիրում են, արին են փողոց, մեկին բռնեն կոֆտո լվեր տան։ Փողտո, վայ կասա որ լվես դու։ Վայ հարի մերրեմ ջանիդ կոմար կյանք կտամ։ Արի վիրը բարի բան անենք, են դիվա հարնել վայթեմ սիրա։ Հələ գնայնա բոմժին խաց, ով երշիկով տորես բաժանի, կքան հետևիցդ կերկրպագ է։ Բայց մենք այդ տկարին պտի սիրենք, երեխեքի մեջտել ով նազանդան ոնցը շատ ենք սիրում։
Այո, ես ասում եմ, բայց ով լավ մազոլները տրորում է, լավ դոզա է տալում, չես կարող սիրես։ Հարցների մեջ է, որ մեկը հարգում է մեր եսիկը փառավորում է, մեզի ամեն բանով ես մոմջան քումր կյանքը դամ չէ իրական դու ավտոմատ սիրում ես, եսի ռոբոտացված բան է։ Բայց բերեք ավտոմատը տես խղճանք տկարին։ Լավ չենք սիրում գոնե ընդունման չբամբասենք, չչարենանք, լանք, ողբանք մինչև փոխվի։ Բայց դոր նստում ենք սուրնորած կողում ենք փորը։ Ատու ազիզ խոր եմ, ատու մորի սենց, մեր օր, Հիմի մենք սխալ դատարող չենք, դևեր նարին, մերն էլի մեղ կա, մորն էլ դաստիրակող չի էլի։ Չէ, խարը մենք շատ անգամ սխալ դատ ենք ոնում, հետո հարված դուտում ենք, ոսում ենք ինչ օրինք, ես ասավոր թույներ իր ծանում։ Մարդկած տրամադրում իր հարսի դեմը, տղի դեմը, աղբորը դեմը, քվորը դեմը, մի օրեք էտի, չեք կարում չխոսեք, եթե պտի բամբասեք, լավա լռեք։ Հիմա այդ մարդուն էլ աստվածը տենց աստեղծ է, էդ էլ իրա ճակատագիրն է, դու չես իրա ճակատագի վրեն ուրախացուկ։ Ճակատագիրա, թեկուզ ինքն է բռնեի ճամփեն, բայց գնա աղոտ կարա դատելուց օգուտ չունես, չարանալուց օգուտ չունես, աղոթելուց օգուտ կա, միգուցե դառնա։ Էդի դարձող չէ դու յանը տարած։ Մենակ չաղոթես դու։ Յանը տարած դու դարձողիր։ Ես դարձողի գիշ դիվարս։ Հա? Ով տենում շշկռում է, թե ոնց են վայրերի գիշը փոխվե։ Հələ մեկ եւ ասում պարոն ուզում է վեր կենա, չէ։ Պարոն ուզում է խաչից իշնի։ Եվ չարը պայքարում, որ մեզի դեի չխաչից հավատանք, որտեղ մկրտությունը մոտ է կբռնին ամենատ սիրելին, որդուն, կողակցին, մոտիկ բարեկամին։ Եվ իշքան դու զտում ես գալում են ամենամտերիմը տուն մոտիկ հարազատներ։ Այո մենք կարողություն ունենք դիմանալու, եթե սեր ունենք, Աստված մեր կարողությունից ավել փորձություն չի տա, ռազմավարությունդ վերաստուգի զրկա շատ բաներից ապստամբին, խելքի գալու, ամեն, բայց սրտով էլ բարեխոսի, ասում եմ, որ մի տկարի հանդեպը սկսում եք շատ աղոթել, հարիդ նզովածը գժում դու միջոցով, ավելի զզվելի բան է անում, որ դու հիասթափվես ու զենքերդ վայր դնես։ Գնացեք փորձեք կտեսնեք։ Ես քանի ձևի ստուգել եմ, ումը մարտենում ես տկարա սկսում ես աղոթել, հատկապես քեա տկարություն անում, որ ուզում ես էլի գոնե հասնես այն աստվածային սուրբ սիրուն։ Ասում եմ ինձ դոզատոմ Մուխը կակտիցը դուստա, տենա մեր կուզեսը տուն տենաս։ Այասի որ հաղթահարում են, չարը պարտվում է և գարները թրնում են տիրոջ փարախամեն, մեր հրետանին ավելի հզոր է, քան թե դևերի հրետանին եղավ, բայց քեզի հիասթափեցնում է, որ դու իսդ կդրես, ասես չեմ կրակում, իքտել մերնի տերնել վրեն, ես ստուս կորչուն եմ, էլստույան չեմ էթում, սխալ է, հիասթափությունը կտրում է քո բարեխոսական աղոթքի զորությունից, եթե դու բարեխոս չես, ոչինչ չես ելավ, դկարի համար բարեխոս չես, զավակիդ կողակցիդ համար բարեխոս չես գնում Դավիթի նման երեխիդ ու կնոջդ այդ գերությունից փրկես բերես, դու իշ թագավոր ես, ամեն, ու եթե քո երեխեքին մի բան լինի, քո պատիվն անգնելու, քեզ են ձեռ առնելու, որ տարավ թշնամին խոշտանգեց քո կնոջը և քո զավակներին, դրաբար դաստիրակությանը ուշադիրել եք, զավակների խիստել եք, զրկեք շատ բարիքներից, եթե իրանք խաղաղ ձևի դարձի չեն գալիս, ամեն, և կոռությունով գլուխը պատին տալով ուզում է իրա ուզածին ասի, դու ենքան տաս գլուխը ջարդի, չեմ անելու և վերջ, հլի մատել է տալում արմատ կամակը դաղեք թո խելքի գա, ամեն, մի անգամ դրիր խիստ պաջիր, որ ինչ օրավ չկործավ քովրեն, պրծաբելետի չի անելու, կարող մի անգամ էլ փորձի ուրաժարի։ Ուրեմն ես քանով ես բացատրեցի ձեզի, թե աստվածային սերը իշքան կարևոր բան է։ Այո մենք ամեն ինչ ունենք, փառավորվի Տերը, բայց սա քիչ է, թե սեր չունենք։ Եթե սիրով չի շաղախվում, ոչինչ է, ամեն։ Սերը երկայնամիտ է, սերը ամփերող է, սերը քաղցր է, սերը ամեն բանի դիմանում է, ամեն բանի ամփերում է և Հակոբոսն ասում է, դա կարևոր բան է, եթե ամփերությունն ունենք, շատ լավ է։
կենաս պսակը կորնենք, եթե չունենք, մենք ճանապարհի կիսին ենք մնալու, որտեվ չարը գալու է իր դեսպանների միջոցով այս բաները անելու, որ մեզի խորթ է թվալու, հիստերիկանալու ենք եւ մենք զրկվելու ենք փրկությունից, ամեն։ Եթե կլինի վարորդ, եթե կլինի հետոտ, եթե կլինի մեքենա քերող, ովիրող, մեքենայի վրան ստորագրող, վերջը ինչ արել է, Տերը թույլ է տվե։ Չուզեր ռեշտակը մեջ չափալախ կտեր, աչքերի դեմը կոց կտեր, չէր կարա մեքենային կդներ, հեռախոսին կդներ, ճիշտ է թե չէ։ Տերը թույլ է տվե, գնա քննա, որն է քո բաստեղը։ Տերը թույլ է տվե, որ մանուկը հակառակում է, ուրեմն հրետանիդ քիչ է, աղոթքդ քիչ է։ Այո, սխալ է, մարդկայինորեն սխալ է այդ հիվանդ երեխեն, բայց հոգևորապես Աստծո տեսակետից սխալ ես դու, որ դևերը մտել են տունդ։ Ամեն։ Կողնենք աղոթքի։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիտենության, շնորհակալ ենք այս սիրո թեման թարմացնելու մեր մեջ, շնորհակալ ենք այս խիստ պատգամը մեզ փոխանցելու, որովհետև բոլորս էլ թերություն ունենք եւ վերանայելու տեղ ունենք մեր բոլոր գործերը սքանչելի Հայր։ Անունդ փառավորվի Տեր, խնդրում եմ քեզանից, ամեն բան թող գնա, մեր մեջ մնա հավատքը, հույսը եւ սերն ու սրբությունը ու խաղաղությունը, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Փառք քեզի սքանչելի Հայր, փառք քեզի գովելի Տեր, փառք քեզի երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս, որ մեզ մերկացնում ես, մեզ բացատրում ես, մեզ հասկացնում ես Սուրբ Հոգի, որ առանց սրբության, առանց սիրո եւ խաղաղության մեկը Տերը չի տեսնի, որտեղ որ մեր ձայնը չբարձրանա, իր տոնը չփոխի, որքան էլ մեզ հարց տան, որքան էլ ամոզեն, որքան էլ մեզ մեղքին տանեն, մենք խաղաղությամբ մերժենք նրանց եւ մնանք մեր հաստատուն հիմքերի վրա եւ մեր սիրո շքանշանը չթողենք սատանան պոկի ու տանի եւ ծիծաղի մեր վրա։ Շնորհակալ ենք քեզանից, հույսով եմ, որ այս բամբասանքի ոգին կեռանա հոտից։ Շնորհակալ եմ քեզանից, որ իրար դատելու, բամբասելու, չարի գործերի վրա ծիծաղելու ոգին կհեռանա շատ տկարներից։ Եվ նրանք կգարշեն, որ որևիցե մեկը կգա, որևիցե տկար եղբոր քրոջ անգամ ամբարիշտի վատ բաները կպատնի ու կտրամադրի նրանց դեմ։ Փառք քեզ Հիսուս ջան, օրտե տակա ժամերն ու վայրկյանները, փառավորվիր ու մեծարվիր Հայր ավիտենության, սերը մեր մեջ թագավորեցնելով, սիրո Սուրբ Հոգի դու եկուր ու մեր մեջ բազմիր եւ մեզ մկրտիր ու սիրո հեղեղները, զորության հեղեղները թող մեր միջից բխեն ու շատ չորացած ծառերի կյանք շնորհեն։ Փառք ավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։